Բարի երեկո, սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, բոլոր ընդդիմադիր ուժերը անդադար բողոքում են, որ ժողովուրդը չի գնում ընտրական տեղամասեր։ Շատ քիչ մարդ է մասնակցում ընտրություններին, մարդիկ հիմնականում մնում են տանը, հիասթափված են, հույս չեն կապում ոչ մեկի հետ, եւ ահա դրա արդյունքում չի ստացվում ժողովրդի իսկական ամբողջական կամքը ձևավորել, որի արդյունքում ինչ է տեղի ունենում, իշխանությունը վերարտադրվում է։ Մենք ունենք 21 թվականի փորձը, մենք ունենք 23 թվականի Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների փորձը եւ այլ նմանատիպ շատ փորձեր։ Հիմա, սիրելի հայրենակիցներ, ընդդիմադիր բոլոր ուժերի այդ բողոքը շատ արդարացված է։ Նրանք արդարացիորեն մարդկանց ասում են, որ ժողովուրդ ջան, իշխանության միակ աղբյուրը դու ես, 5 տարին մեկ դու որոշում ես քո քվեարկությամբ ինչպիսի իշխանություն ձևավորես։ Դրա համար տնից դուրս արի, գնա ընտրական տեղամաս եւ մասնակցիր ընտրությանը։ Ինչ որ ուժեր ասում են հենց մեզ ընտրիր, ինչ որ ուժեր ասում են, չէ, մասնակցիր անպայման գնա տեղամաս, իմանալով որ ինչքան շատ մարդ գնա ընտրական տեղամաս, այնքան գործող իշխանությունը քիչ ձայն կտանի։ Շատ հասկանալի է, շատ պարզ է։ Հետո տեղի ունենում հետեւյալը։ Ժողովուրդը չի գնում ընտրություններին, քիչ են գնում, մասնակցությունը ցածր է լինում, ընդդիմադիր ուժերն ասում են ժողովուրդը չմասնակցեց, ժողովուրդը մեղավոր է, բան սկսում են մեղադրել նաև ժողովրդին։ Հիմա, սիրելի հայրենակիցներ, տոներից առաջ ես հատուկ հայտարարությամբ հանդես եկա եւ ասացի, որ եթե բոլոր ընդդիմադիր ուժերը անկեղծ են, ես վերցնում եմ հիմք, որ համարում եմ, որ անկեղծ են, հավատում եմ, եւ նրանք բոլորը պնդում են, որ Հայաստանի Հանրապետության ապագան վտանգված է եւ այս երկրի այս ահավոր ընթացքը կասեցնելու համար, այս միակողմանի զիջումները կասեցնելու համար, մեր զինանշանը փոփոխելուց, Արարատ լեռը մեր զինանշանի վրայից հանելու, մեր ճանապարհները հանձնելու, մեր այս ինչ որ էս խոսել ենք շատ։ Այս խնդիրները լուծելու համար կանգնեցնելու էս արհավիրք, հա, կա մեկ ճանապարհ։ Այս ճանապարհը ընդդիմադիր ուժերի մեկ միասնական դաշինք բևեր ցուցակ ձևավորումն է։ Տեսեք, եւ տարատեսակ քննադատություններ են եղել եւ կա լրություն։ Եվ ես պնդում էի, որ մեկ միասնական ցուցակը միանշանակ ջախջախիչ պարտության է մատնում գործող իշխանությանը, Նիկոլ Փաշինյանին։ Մենք մարդիկ ասում են, գաղափարը շատ փայլուն գաղափար է, բայց այն իրագործելի է, որովհետև մարդիկ որ ընդդիմադիր ուժերն են սա ասում։ Ընդդիմադիր ուժերը ունեն տարաձայնություններ, նրանք իրար հետ համաձայն չեն եւ կա բանավեճ, հազար ու մի հարց կա, հազար ու մի խութեր, նրանք չեն կարող միասնական գալ մեկ հանգրվանի բան։ Հիմա ուզում եմ ասել հետեւյալը։ Մեկ էլ օրեր անց, տոներից հետո արդեն Տելեգրամյան ալիքներից իմ կարծիքով ամենաադեկվատներից մեկը, որտեղ բավականին շատ ադեկվատ մարդ կա, շուրջ 15000 հետևորդ ունեցող գեոպոլիտիկա Տելեգրամյան ալիքը հարցում է դնում։ Հիմա հարցումն եմ ձեզ ներկայացնում։ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար ընդդիմությունը որ ֆորմատով պետք է մասնակցի ԱԺ-ընտրություններին։ Ես շատ շնորհակալ եմ հեղինակին։ Եվ պատասխան առաջին. առանձին թիմերով ամեն թիմ հավաքի իր ձայները, հետո ԱԺ-ում կոալիցիայով վերցնեն իշխանությունը, տարբերակ 1, եւ երկրորդ տարբերակը մեկ միասնական ցուցակով գլխավոր ուժերը միավորվեն մեկ ցուցակում։ Այս էլ ինչ որ ես առաջարկել եմ տոնից առաջ։ Եվ ես չեմ զարմացել, որովհետեւ ես իմ զգացողությունն եմ ասել, ես մարդկանց այդ շփումների արդյունքում եմ ասել այս սպասումը, որ կա նման սպասում ընդդիմադիր ուժերից, ուրեմն 68%-ը քվեարկողների քվեարկել է, որ իրենք գտնում են եւ ուզում են, որ մեկ միասնական ցուցակով գլխավոր ուժերը միավորվեն եւ պայքարեն եւ փոխեն այս իշխանությունը։ Ոչ թե ամեն օր բողոքեն, ասես բաներ ասեն, ելույթներ ունենան Նիկոլ Փաշինյանի մասին, ամեն ինչ բոլորին պարզապես չի բացատրել մարդկանց։ Հիմա այս տարվա այս մասը նվիրվելու է անդիմությանը։ Այսինքն ժողովուրդը եւ հարցմանը մասնակցել է այս պայն 1285 մարդ։ Սա լուրջ ընտրանք է ժողովուրդ։ Բոլոր նրանք, ովքեր չեն հավատում այս ընտրանքին, տարբեր քաղաքական ուժեր ունեն, որ բավականին ռեսուրսներ ունեն, խոշոր ուժեր։ Թող հարցում պատվիրեն, որտեղ ուզում է պատվիրեն, արդյունքը սա է լինելու։ Այսինքն ընտրություններից 6 ամիս առաջ, սա իմ հիմա հետևությունն է, ժողովուրդը ձևավորել է պահանջարկ, որ ինքը ժողովուրդը իշխանության միակ աղբյուրը պահանջում է ընդդիմադիր ուժերից, որ դուք ընդդիմադիր ուժեր հավաքվեք միտեղ եւ գնացեք հաղթեք այս իշխանությանը։ Այ որ դուք հավաքվեք միտեղ, իմ սպասումը կբավարարեք եւ ես կգնամ տեղամաս։ Ընդդիմադիր ուժերն ասում են, չէ, մենք գտնում ենք, որ
Մենք պետք է անջատ մի 30 ուժով օլիմպիադա են էլի առաջարկում։ Յուրաքանչյուր իրան նիզակով, մեկը նիզակով, մեկը վազքի չեմպիոն է, մեկը լողորդ է, մեկը շտանգա բարձրացնում, բան, այսինքն ամենքս մեր վարժությունը անենք, թող ժողովուրդը դուրս գա այդ մենյուի մեջից, այդ 30 ուժերի մենյուն նայի ու ընտրի ինքը որոշի։ Այս ժողովուրդը ձեզ ասում է, մեզ։ Ասում է տղեկ եւ աղջիկներ, ես ձեզ պատվիրակում եմ, որ դուք համախմբվեք միտեղ։ Իմ սպասումը ձեզանից դա է։ Եվ երբ որ դուք իմ սպասումը չեք բավարարում, տեսեք 21 թվականից առաջ չի եղել այս ձևի հարցում։ Սենց ուսումնասիրություն այս ձևի առաջարկ չի եղել։ Սա հիմա է։ Միգուցե լիներ այն վաղտե իմանայինք։ Բայց հիմա այս առաջարկը այս հարցումը կա։ Եվ ժողովուրդն ասում է, ախպեր հավաքվեք միտեղ, ես դուրս գամ տանից, էմոցիա ստանամ ձեզանից։ Ձեր միավորման արդյունքում ուժ ստանամ, դուրս գամ տանից, գնամ քվեարկեմ։ Բայց որ դուք չմիավորվեք միտեղ, ես չեմ ուզում օլիմպիադային ձեր մասնակցեմ։ Իմ ընկալումը սա է ժողովրդի արձագանքի։ Ես ձեր այդ օլիմպիադային այդ բազմաթիվ չեմ ուզում մասնակցեմ։ Եվ չեմ գնալու ընտրության եւ մարդիկ մնալու են տներում։ Դե մարդիկ մնան տներում ընտրություններին մասնակցի 1 միլիոն, 1.100.000 մարդ, 1.200.000 թող մասնակցի։ Իշխանությունը իր ունեցած քիչ տոկոսը բարձր է ստանալու։ Մաթեմատիկա է այս անտերը։ Հիմա սրա մասին եմ շատ հոսել, բացատրել եմ։ Հիմա անդիման իր ուժեր, ինչ են ասում են դե տարաձայնություններ կա ախր չէ որ լավ կլինի իրանք առանձին գնան այնտեղ միանան բան, բացատրում ենք, ասում ենք Ժորժ ջան որ առանձին գնաք, մեծ մասը չեք անցնելու կամ մեծ մասս ինձ էլ չեմ տանջատում, որի արդյունքում ձայնա փոշիանալու, անցնելու են մի քանի ուժ խորհրդարանում ունենան խղճուկ ներկայացվածություն, որը այսօր կա տենում ենք ինչա։ Դրա համար ժողովուրդը ողնաշարով միշտ զգում է ժողովուրդը։ Ասում է տղեկ ջան, հենա հարցումը կա, հարցման արդյունքը կա։ Հավաքվեք միտեղ, այդ հարցը լուծեք։ Հիմա այլ որ հարց է գալի, բա մենք հարցեր ունենք իրար, ժողովուրդին չի տարակրում թե ընդդիմադիր ուժերը իրար հետ ինչ հարցեր ունեն։ Սա ինչ է նշանակում, այսինքն դուք ընդդիմադիր ուժեր ձեր մեջ եղած տարաձայնությունները չեք կարող հաղթահարեք, բայց ժողովրդից բան եք ակնկալում։ Կամ ժողովուրդը բանա պահանջարկա ձևավոր է ձեզանից բան ակնկալում, դուք մենք քաղաքական ուժերից ով ենք, որ ժողովրդի ձևավորած պահանջարկը արհամարենք։ Որովհետև հետ գալով այդ մեր համագումարին Ժորժ ջան, հա, մենք էլ որոշում ունենք մասնակցելու։ Որոշում ունենք, որ մասնակցենք, համագումարը որոշել է։ Ես է կարամ հայտարարեմ, որ մենք էլ ենք, մենք էլ մեր դրոշով կգնանք։ Հետո։ Բայց կա այս հարցումը, կա այս ուսումնասիրությունը, սրա մասին ենք խոսում։ Եվ սա հույս է ու սա կարող է ստացվել։ 1996 թվականին բոլոր ընդդիմադիր ուժերը համախմբվեցին մեկ ուժի մեջ։ Հիշեք Վազգեն Մանուկյանի էֆեկտը 96 թվական։ Սրա մասին Փաշինյանն էլ խոսե, բոլոր ընդդիմադիր ուժերը։ 2008 թվական բոլոր ուժերը համախմբվեցին այն ժամանակ առաջին նախագահը որպես ընդդիմության լիդեր։ Այսինքն Ժողովուրդ ջան, բոլոր դեպքերում խոշոր համախմբումը առաջացնում է էմոցիա, եթե կուզեք ռեալ ինտրիգա լինում, այսինքն սպասում, ինտրիգ, հետաքրքրություն, որը հա, այս լուրջ է արդեն, այս կարող է հաղթեն։ Ոչ թե ինչ որ օլիմպիադա է, ասենք, օլիմպիադա, բոլոր ինչ մենյու է մեծ, ինչ ճաշ ուզես կա, գնա քու ճաշը ընտրիր։ Եվ ես ձեզ ասեմ, ժողովուրդը ինչի՞ չի ուզում օլիմպիադայի մասնակցել, որտեղ ժողովուրդը գիտի, հասկանում են մարդիկ, որ օլիմպիադայի մեջ որտեղ բազմաթիվ ուժեր են, չէ՞։ Ինքը գիտի, որ լավ ինքը գնաց, թեկուզ իր ճաշակով այդ օլիմպիադայի ցուցակից մեկին ընտրեց, գիտակցում է, չէ՞ որ այդ ձայնը չի ուզում մարդը պարտված զգա իրան, ապա հետո, հասկանում եք, ընդրությունից հետո չի ուզում ինքը իրան պարտված զգա։ Չի ուզում ընտրի մի ուժի, որը տեղ չի հասնելու։ Չի ուզում ընտրի մի ուժի, որը ունենալու է 5 մանդատ, ունդ է ծեծա ուտելու։ Չի ուզում այդպես անի։ Ուզում է ընտրի ուժի, իր ձայնը միտեղ դնի, ներդրում ունենա միտեղ, որը փոխում է իշխանությունը, որը ձևավորում է նոր իշխանություն։ Սրա մասին է խոսակցությունը։ Հիմա ես ասում եմ, կամ եկեք այս հարցումը հիմք ընդունենք, որը բնականաբար շատերն ասում են, բայց գիտե, բայց չէ որ ախր ես չգիտեմ ինչ։ Ես հավատում եմ։ Կամ եթե այս հարցումը հիմք չենք վերցնում, հարցում արեք, ինքներդ պարզեք, ինքներդ ճշտեք։ Այս գաղափարը, այս միտքը անմրցելի է։ Այս միտքը առաջացնելու է հանրային ճնշում բոլոր քաղաքական ուժերի վրա։ Այդ հանրային ճնշումը պարտադրելու է բոլոր քաղաքական ուժերին հաշվի նստել այս մտքի հետ։ Սրա մասին է այսօրվա խոսակցությունը։ Իսկ թե ինչպիսին կարող է լինել այդ դաշինքը։ Բնականաբար լիդերել կարող է ունենալ այդ դաշինքը, որը որևէ կերպ չի կարող վարկաբեկվել իշխանությունների կողմից։ Ամեն ինչ կարող է լինել, այդ հնարավորությունները կան։ Ինչ մեխանիզմով, ինչ անվանումով։
Դրանց մասին հաջորդիվ կխոսեմ, բայց այս անգամ խնդրում եմ տարածեք այս նյութը, բազմապատկեք այս էֆեկտը, որ բոլոր մարդիկ, բոլոր ընդդիմադիր ուժերի հետևորդները ճնշում գործադրեն իրանց ուժի վրա եւ ասեն, որ եթե մենք ժողովրդի պահանջը չենք սպասարկում, մենք չենք կարողանալու հասնել արդյունքի։ Իսկ արդյունքը, ինչպես բոլորը հայտարարել են եւ ես հավատում եմ դրան, դա այն է, որ բոլորը ուզում են իշխանությունը փոխել։ Եթե օրինակ այդ ուժերը հայտարարեն, որ մենք ուզում ենք ուղղակի գնանք մի մանդատ ստանանք, դեպուտատ լինենք, ես այդ ուժերին չեմ դիմի։ Ես դիմում եմ այն ուժերին, ովքեր հայտարարել են, տարբեր բառամթերքով են հայտարարել։ Մեկը ասում է դավաճան իշխանություն, տիրադավ, հայրենադավ, չգիտեմ ինչա դավ, վատ աշխատող, անարդյունավետ, տարբեր տեքստեր կան, օքեյ է։ Այդ բոլոր ուժերը, որ ասում են, ուրեմն ես առաջին խոսքից հավատում եմ, որ այդ մարդիկ ուզում են, որ իշխանությունը փոխվի, գործարքի մեջ չեն իշխանության հետ, ուզում են, որ փոխվի։ Եվ ահա կա այս ձևակերպված պահանջարկը, կա ժողովրդի ձևակերպված պահանջարկը հարցման տեսքով եւ նաեւ կլինեն էլի հարցումներ, այս հարցումը կվերահաստատվի եւ բոլորը կհամոզվեն սրա մեջ։ Ինչպես ասացի, մնացածը հաջորդ եթերներում։ Լավ մնացեք եւ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։